Բարև բարեկամներ, մայրաքաղաքային առօրեական նորություններով ձեզ հետ կիսվելու ցանկությամբ Մայրաքաղաք հաղորդաշարի հերթական թողարկումը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Մեր սիրելի Մայրաքաղաքում գարուն է, իսկ սա նշանակում է, որ քաղաքի բարեկարգման եւ մասնավորապես կանաչապատման աշխատանքներն արդեն սկսվում են։ Ստեփանակերտի քաղաքապետի հրամանով ապրիլի 1-ից հայտարարվում է սանմաքրման եւ կանաչապատման միամսյակ, իսկ մինչ այդ տարվում են նախապատրաստական աշխատանքներ։ Գործի մեծ մասն էլ բաժին է հասնում Ստեփանակերտի բուսաբանական այգի փակbaşնետիրական ընկերությանը։ Քաղաքի վերևի հատվածում կառուցվող Սուրբ Աստվածամոր եկեղեցու հարակից զբոսայգին է։ Առաջին հայացքից ծառերի ու ճյուղերի հատման այս տեսարանը գուցե տհաճ զգացողություններ առաջացնի, բայց միշտ ապեք զայրանալ։ Անհրաժեշտ գործողություն է, որ պետք է ժամանակ առ ժամանակ իրականացվի, բացատրում է Ստեփանակերտի բուսաբանական այգի փակbaşնետիրական ընկերության տնօրեն Համլետ Դավթյանը եւ հավելում, որ թեպետ գիտակցում է անհրաժեշտության մասին, բայց միևնույն է, ամեն մի ճյուղ կտրելիս սիրտը ցավում է։ Ծառերի երիտասարդացման գործ են գնում։ Մոտ 58 լորենի ծառ, 8 ակացիա ծառ եւ 5 բարձի ծառ պետք է երիտասարդացնենք մինչեւ շաբթվա վերջը։ Դա անում է նրա համար, որովհետեւ ծառերը շատ հին են, մեջը ծառերի փթած, վաղ կա, որ քամու ժամանակ կարող է ընկնեն։ 2-3 ծառ նույն էսպարկում ընկել են։ Դրա համար որոշել են որոշման համաձայն երիտասարդական աշխատանքներ կատարում։ Կարծում եմ այս պարկում այդ ծառերը համար դա հարկավոր արած։ Ուրիշ տեղերում այնքան չի, բայց այս պարկի ծառերը շատ հին են։ Կիսաչոր ճյուղերը համարյա թևերի ճյուղերը սաղ չորացած են։ Որ ծառ հանել լինի, հանելու ենք, որ թողել լինի, թողելու ենք։ Նոր ծառերը դնելու լինի, նոր ծառեր ենք դնելու, կանաչապատելու ենք, խոտ ենք ցանելու, ծայիկներ ենք դնելու, թփուտներ ենք դնելու, ժամանակի ընթացքում դա մինչև սեպտեմբերի 2-ը պետք է կատարվի։ Եկեղեցու բացման հետ կապված բարեկարգվելու է նաև այս պուրակը։ Հուսանք, որ այն հաճելի զբոսայգի ու ժամանցի վայր կդառնա ստեփանակերտցիների համար։ Արդեն երիտասարդացրել ենք 22 ծառ։ Երիտասարդացան ասելով հասկանում ենք այն, որ ծառերը չենք թողնում, որ փչանա։ Կիսաչոր ծառերը, այն կիսաչոր ճղերը բանը սա անում ենք, երիտասարդացման process է գնում։ Մնում է բունը։ Բունն ամունում, հետո որ արդեն ճյուղերը տալիս ձևավորում ենք այդ ճյուղերը։ Ծառերի երիտասարդացման արդյունքում կտրված ամբողջական ծառերից ու ծառի ճյուղերից առաջանում է փայտի բավական մեծ պաշար, որն էլ օգտագործվում է նպատակային։ Փայտանոց սաղ տանում ենք մեր տնկարանը տեղ ունենք մեծ ջերմոցներ 800 քառակուսի մետր 10 վարարան է աշխատում ձմեռը ծայիկների համար այդ վարելափայտը մենք օգտագործում ենք համարյան տեղ։ Մեկ էլ լինում է դիմումներ մեր բնակչությունից զոհված ազատամարտիկների ընտանիքներից, որոնք չեն կարողանում փայտանոց ձեռք բերեն 2-3 խորանարդ մետր եղածի չափ տալիս են, տրամադրում ենք իրանց։ Ծառերի երիտասարդացումը բավական ծավալուն աշխատանք է եւ անհրաժեշտ են մեծ թվով աշխատողներ։ Տարվող աշխատանքում ներգրավված են բուսաբանական այգու աշխատողների մեծ մասը։ Ինչքան տղամարդ ունեմ աշխատող, բոլորին բերել եմ սեղ, որ կարողանամ մի շաբթվա ընթացքում այս աշխատանքը կատարեմ։ Մնացած աշխատանքները հողը արդեն փխրեցվել, արդեն նախապատրաստել ենք, հողը մշակել ենք, ամսվա վերջին, ապրիլի վերջին ծաղիկներն ենք դնելու, արդեն պատրաստ է, սիզամարգերում հողը էլի մշակած, որտեղ որ խոտի սեն մենք ցանելու, պատրաստ է արդեն, կարող եմ ասել, որ 100%-անոց արդեն մենք պատրաստ ենք եւ խոտի ցանման եւ ծաղիկների դնման համար այդ տերիտորիաները սա պատրաստել ենք նախորդ։ Կերապատման աշխատանքներն սկսվելու մի 10-15 օրից հետո ծառերի, մի շաբթից հետո թփուտների ձևավորումն ենք սկսելու, որովհետև քաղաքում թփուտները դեռ չենք ձևավորել, սպասում ենք այս գործը որ բանանենք, վերջացնենք եւ սկսենք այդ գործը անելը։ Կա տեղեր, որ Տոսախի, Շամշիդի թփուտներ ենք դնելու, ծառեր ենք դնելու եւ միամսյակի ընթացքում պլանավորված շատ գործեր կա, այդ գործերը մենք պիտի բոլորը կատարենք։ Ինչպես հասկացանք, ընկերության աշխատակիցների համար առաջիկա ամիսները, հատկապես ապրիլը, թեժ է լինելու աշխատանքային եռուզեռի առումով։ Ու թեպետ աշխատողները հիմնականում պատկառելի տարիք ունեն, նրանց եռանդին նախանձել կարելի է։
88 տարեկան։ 14 տարի ես աշխատում այստեղ 2002 թվականից մինչև հիմա աշխատում ես։ Այս բրիգադում ես աշխատանքի վայրում։ Հաճույքով եմ աշխատում, եթե հաճույքով չաշխատեմ, ես չեմ գալ։ Չեմ ներկայանալի աշխատանքի։ Աշխատողը պիտի հաճույքով աշխատի։ Եթե հաճույքով չաշխատելու ինչ համար եկեմ, իզուր ժամանակ կորցնելու, օր արցնելու, ես այդպես չեմ անում։ Անողի համար ոչ մի անգամ դժվար գործ չկա։ Գործը անում եմ։ Բիհել ենք տամ, ծաղիկել ենք վարում, հատեք փադն կտրում դի անում ենք, խոտահարում հավաքում ենք։ Ինչ աշխատանք կարելի մեր աշխատանքի վայրում։ Աշնան վերջի բեները, հատը վեր տերևները բրծնում է, ուժը հավաքել են, ստրես մաքրությունը։ Մի քիչ հեշտանում է ձմեռվա շրջանում, որ կարելի է օրինակ նստած, թեթև աշխատած, մի անգամ շորտված քաղաքավը գեղտը բենկա թողտ կա մաքրության համար։ Չէ, պահելը պահում չնդե ինպես հարկավոր երևի ինպես անում, հատե բալկոնապենը շպրտում ակություն ընդեղ, մուկկարին կան բոլորին ասինք, այդ խե շպրտալը սկսել ընդեղ։ Չէ, այդպես անել չկա։ Ասիսել ինքը կզանա շատ ասել հայհույում է։ Լավն է ոչ հասվեշ պատասխանստանս։ Դժվար գործ չկա, աշխատանքը միշտական էլ պիտի ահտարե դժվարությունը։ Սարերը կտորում են դրժբավ, ներքողոլում ենք բոլոր դասավորում ենք, մեջանան բերում օղարկում մեր հետի պայսը, որտեղ մեզ տնգարանում ենք այնտեղ հայտը թափելու համար։ Ինչպես նշեց ընկերության տնօրենը, մասնագետների ու աշխատողների պակաս կա։ Երիտասարդներ ընդհանրապես չեն դիվում այստեղ աշխատելու համար, բայց եղած կազմով էլ կարծես թե կարողանում են աշխատանքը գլուխ բերել։ Ամեն իր տեղամասը ունի, ջերման հարցնա, խաղանման հարցնա, տնկման հարցնա, դա արդեն տեղամասերում բրիգադիրների հետ միասին բանվորը կատարում են։ Ունեմ տնկարանում աշխատողներ 4 ծաղկաբույծ ամեն մի բանում ջերմոցի վրա մի ծաղկաբույծ աշխատում, ծաղիկները դնելու մոմենտին իրանք էլ են գալիս մեզ օգնում քաղաքում, որովհետև մենք չենք կարող 2 օրվա, 3 օրվա ընթացքում 50,000, 100,000, 200,000 ծաղիկ դնել քաղաքի տարբեր մասերում։ Սաղն էլ օգնում է, եւ տղամարդիկ են օգնում, եւ կանայք են օգնում, բայց իմ կոնտինգենտս 75-ից 90-91 տարեկան աշխատող ունեմ։ Կին արմատ որ ծաղիկներով զբաղվում է, որովհետև ջահելը չի գալիս։ Չեմ ման միշտ պատճառը հավանաբար փողն է։ Եթե աշխատավարձերը բարձր լինի, կարծում եմ բոլորն էլ կգան, որովհետև ամենին էլ իր նոժան ունի, իրանք այդ կարիքը կա, ամեն ընտանիքում կգան, բայց համաչում են ջահելները։ Այս տարի մի 6 կին են վերցրել, ջահել են եղել։ Արդեն որ եկել է մարտի 20-ը, մարտի 20-ին սաղ գնացել են։ Չեն ուզում աշխատեն, որովհետև ծանր է, չեն կարողանում։ Այդ է պատճառաբանությունը, ծանր աշխատանք։ Առավոտից մինչև իրիկում, կռացած հող են մշակում, ծառեր են մշակում, հեսա որ սկսեմ գերապատման, ծաղիկները դնելու, ջերման, այդ պրոցեսները որ սկսում է արդեն մարդ էլ չի լինում որ աշխատի։ Համեմատելով Ստեփանակերտը տարիներ առաջ ու հիմա, ընկերության տնօրենը գտնում է, որ քաղաքը գնալով գեղեցկանում է, բայց չպետք է կանգ առնել, աշխատանքներ դեռ շատ կան։ Չեմ կարող ասեմ, որ ավելի կանաչապատ էր կամ էլ կանաչապատ չէր։ Այն ժամանակվա դրվածքը այնպես էր, հիմա ուրիշ տեսակ է, հիմա ծաղիկներն է շատ, ծաղիկներ вообще չի եղել, օրինակ ես մի 7 տարի առաջ որ մտել եմ, քիչ ա եղել քաղաքում ծաղիկներ։ Այն ժամանակվա նորմերով Ստեփանակերտը ավելի գեղեցիկ այնպես ա եղել։ Հիմա մենք արդեն ուզում ենք ուրիշ տեսակ անենք, որ ավելի գեղեցկանա, ավելի սիրունանա։ Այդ սիրունանա վրա էլ աշխատանք ա գնում քրտնաջան։ Կարծում եմ, որ ով որ էլ մտնում է Ստեփանակերտ եւ դուրս է գալիս Ստեփանակերտից նորմալ օրտնանք տալով գնում է քաղաքից։ Հա, բայց անելիք շատ ունենք։ Հա չասենք, որ այսօրվա վրա Ստեփանակերտը գեղեցիկ է, մաքուր է, չէ, անելիքներ շատ կա, 600,000-ով, 700,000-ով ծաղիկներ ենք գնում, մեկը որ շորանում է փոխելով, իրար հասնում ենք մինչև հոկտեմբերի վերջը, անցյալ տարի մինչև դեկտեմբերը, մինչև ձյուն գալը ծաղիկ ա եղել քաղաքում։ Առաջներում այդքան ծաղիկ չի եղել։ Առիթը բաց չթողնելով ուզում ենք կրկին խոսել բնակիչների վերաբերմունքից, իսկ այն հաճախ անհարգալից է։ Բնակիչները նայած մի քանի տարվա առաջ որ
շատ էին կողքրտում այդ գազոնները, ծաղիկները հանում։ Ну հիմա քչացել է, բայց էլի կա։ Անցյալ տարի 1000 հատ թուփ վարդ ենք բերել, այդ վարդերի թփերից կարելի է ասած որ կեսից ավելին արդեն հանած է։ Կարող եմ ասել, որ ընտանիքներում, դպրոցներում կարելի է տարած աշխատանք, որ չկողքրտեն, չհանեն, չփչացնեն, չկեղտոտեն, որովհետև իրանք նայում տեսնում են էլի, որ այդ աղբը, այդ մուսուրը բանը, որ վերցնում են, դա տարեց ժողովուրդ են, 75-80 տարեկան ժողովուրդ են, իրանց չի սազում, որ նրա արածը ինքը վերցնում է, նայից հետո գցում են, աշխատանքները պիտի մենք ավելի շատ տանենք ժողովուրդի հետ։ Ստեփանակերտի մաքրությանը կանաչապատ ու ծաղկաշատ լինելուն վերաբերող հաճախոսությունները մեզանից յուրաքանչյուրը շտապում է վերագրել հենց իրեն։ Դե ուրեմն եկեք նույն նախանձախնդրությամբ էլ պահենք ու պահպանենք մաքրությունը, կանաչն ու ծաղիկները։ Այսօր ժամանակ առ ժամանակ կարելի է տեղեկանալ Ստեփանակերտի այս կամ այն գրադարանում կազմակերպված գրական երեկոյի կամ միջոցառման մասին եւ ցանկության դեպքում մասնակից դառնալ դրան։ Ներկա գտնվելով այդ միջոցառումներին կարող ես հանդիպել գրեթե անփոփոխ նույն կազմին, ոչ մեր հասակակիցների, մեր ծնողների հասակակիցների, ում համար գրադարանը հոգեկան վայելք, ջերմ հուշեր եւ ինչպես իրենք են ասում, անբացատրելի դրական էմոցիաներ արթնացնող միջավայր է։ Ու եթե ներկայիս առօրյան նրանց հնարավորություն չի ընձեռում հաճախ լինել գրադարանում, ապա կազմակերպված միջոցառումներին ներկա գտնվելու հրավերը նրանք երբեք չեն մերժում։ Ստեփանակերտյան ավանդույթ է։ Արդյոք մարդիկ սկսել են ավելի քիչ կարդալ, վիճելի հարց է։ Գուցե ավանդական եղանակով գիրք ընթերցելը այն է գնալ գրադարան, գիրք վերցնել տանն ընթերցելու համար, կամ հենց գրադարանում ընթերցել քչացել է։ Փոխարենը շատերն են ընթերցում էլեկտրոնային գրքեր, բլոգեր, տարբեր գրական կայքերում տեղադրված նյութեր։ Վերջի վերջո ընտրում են գրքի ընթերցման աուդիո տարբերակը։ Նախկինում գրադարանն էր փոխարինում այդ ամենին։ Գրադարան գնալը հատուկ արարողակարգ էր եւ նույնիսկ ավանդույթ, եւ հատկապես քաղաքներում, որտեղ աշխույժ էր գրական, գիտական կյանքը, մտավորականների համար գրադարանը անփոխարինելի սրբավայր էր։ Այդպիսին են հիշում քաղաքային գրադարանները ավագ սերնդի ստեփանակերտցիները, իսկ գրադարան այցելելը բնութագրում որպես ստեփանակերտյան ավանդույթ։ Երրորդ դպրոցում էինք սովորում, ճանապարհ անցնում էինք ու հայտնվում էինք այս գրադարանում, որը մեզ համար շատ հարազատ տեղ էր։ Մենք մի մասը, օրվա մի մասը սովորում էինք դպրոցում, պարապմունքներին, մյուս մասը գրադարանում էինք անցկացնում։ Այստեղ գրում էինք մեր շարադրությունները, այստեղ ընթերցում էինք, ընթերցարան կար, հենց այստեղ ընթերցարան էր, գալիս էինք, նստում էինք, ընթերցում էինք ժամերով, չէինք զգում, թե ժամերը ոնց էր անցնում, ու այնքան ես հիշում եմ, որ հանգուցյալ Տեր Կարապետյան Մարգարիտ Իսրայելն մեզ հանձնարարել է գրենք շարադրություն գրքի մասին։ Ու այնքան հետաքրքիր մտքեր արտահայտեցին մեր երեխաները, որոնք գիրք համեմատում էին մի կախարդի հետ, գիրք համեմատում էին հեքիաթի հետ, գիրք համեմատում էին մի հատ անհրաժեշտ օդի հետ էին համեմատում գիրքը, որովհետև առանց դրան ապրել չէին կարող։ Իհարկե, ցավոք դա այդ ամենը անցյալում է ու այսօր մենք ինտերնետը ոնց որ ծածկել է ամեն ինչ ու մեր աշակերտները, մեր երեխաները ճիշտ է, լավ է, որ օգտվում են ինտերնետով, լավ է, որ այնտեղ շատ մեծ քանակի ինֆորմացիա են ստանում, բայց գիրքը ուրիշ է։ Տարբերությունը մեծ է դու կարդաս էկրանից ինչ որ մի բան, թե ձեռքիդ մեջ բռնես գիրքը ու թերթելով կարդաս ու հասկանաս, թե քանի թերթից է բաղկացած այդ գիրքը, ինչ թերթում ինչ է գրված, թերթերի մեջ ինչ որ բաներ դնես, որ կարողանաս հիշել, որ այդ միտքը այնտեղ է, լավագույն մտքերը արտագրես ինչ որ մի տետր, գուցե շատ հին բաներ եմ ասում, բայց ես գտնում եմ, որ պետք է վերադառնալ
գրքի մոտ։ Հին Ստեփանակերտում ոչ թե մենակ գրադարանում էին գիրք կարդում, ամբողջ նստարանները քաղաքի զբաղված էին մարդկանցով, որոնք գիրք էին կարդում։ Ես չեմ հիշում, որ ինչ որ մեկը նստի նստարանին ու արևածաղիկ ուտի։ Այտենց բան չկար, գիրք էին կարդում մարդիկ, իրար հետ կիսվում էին կարդած թերթերով, կարդած բանաստեղծություններով, հավաքվում էին երեկոները եւ քննարկում էին այդ ամենը։ Մի քիչ ուրիշ մթնոլորտ էր, գուցե իմ ասածների վրա հիմիկվա երիտասարդները մի քիչ խնդան, բայց կգա ժամանակ, երբ որ նրանք կվերադառնան այդ ժամանակ, պետք է կոչ անել, որ մեր երեխաները, մեր մատաղ սերունդը գիրք կարդա, գրադարան այցելի ու շոշափի այն, ինչի մասին ինքը կարդում է։ Շատ ստեփանակերտցիներ իրենց մանկության, պատանեկության ու երիտասարդության հուշերում առանձին անկյուն ունեն կապված գրադարանների ու ընթերցանության հետ։ Առաջին այցը գրադարան, ընթերցած առաջին գիրքը, առաջին ռոմանտիկ հանդիպումը, որը գուցե ճակատագրական է եղել ինչ-որ մեկի համար։ Մի խոսքով գրադարաններում մարդիկ բավարարում էին ոչ միայն միջանձնային շփման բնական պահանջը, թեպետ խոսելն արգելվում էր ընթերցասրահներում, այլ նաև առնչվում գեղեցիկին, վեհին, բովանդակայինին։ Я думаю, что старые степанакертцы сразу вспомнят ту прекрасную, незабываемую, неповторимую обстановку, которая окружала нас, когда мы приходили в библиотеку. Сначала скажу, что для меня было огромным событием, когда я во 2 классе была записана в детскую библиотеку. Даже помню эту первую книгу «Меня зовут Сашей». И я пришла домой, и мне казалось, что вот я должна именно сейчас сесть и прочитать. И каждый раз посещение библиотеки мы собирались компанией из класса. Тогда, не знаю, наверное, ходить в библиотеку, и кто чаще менял книги, кто больше читал, даже какая-то конкуренция была. Именно из библиотеки мы брали ту любовь к книгам, к писателям, узнавали очень много. И потом уже я помню, как мы всей семьей, мама с папой очень много читали, и мы с сестрой приходили, уже было темно, даже вот помню зимой, приходили с ними в библиотеку взрослую, как мы говорили, менять книги. И вот эти добрые лица женщин, которые всегда подскажут, посоветуют. И, наверное, это был действительно храм знаний, храм доброты, где на каждой полке можно было открыть целый чудесный мир. И, наверное, очень где-то больно, обидно, что сейчас очень многие даже не знают, где находится библиотека, детская или взрослая. И, наверное, придет время, когда люди снова почувствуют большую тягу к посещению библиотек, потому что, наверное, ни один интернет, ни одно видео никогда не заменит общение с книгой, общением с великой тайной, которая открывается перед тобой. Շատ է քննարկվում այն հարցը, թե ինչու այսօր գրադարանները չունեն շատ այցելուներ եւ հատկապես թե ինչպես գրադարանը գրավիչ դարձնել երիտասարդների համար։ Նախ կարծում եմ անհրաժեշտ է որպեսզի գրադարանը լինի լավ վիճակում, շենքային, սենյակային հարմարավետ պայմաններ, հաճելի ու ժամանակակից ինտերիեր։ Լավ կլիներ գրադարանային համակարգ ներգրավել երիտասարդ մասնագետների, ովքեր գուցե ավելի լավ հասկանալով իրենց սերնդակիցների ցանկությունները, նոր գաղափարներ առաջարկեին եւ նոր ընթերցողներ բերեին գրադարան։ Գովազդային գրադարաններն ու կազմակերպող միջոցառումները նոր սերնդի կողմից այդքան հարգի սոցիալական կայքերում եւ այլն։ Գուցե անհրաժեշտ է թարմացնել նաեւ գրականությունը, հնամաշ բազմիցս ընթերցված դասականների գրքերի կողքին ավելացնել ժամանակակից, գուցե ոչ այնքան բովանդակալից, բայց այսօր պահանջարկ ունեցող գրականություն, այդ թվում նաև թեմատիկ, օրինակ մոտիվացիոն կամ բիզնես գրականություն։ Ընդհանրացնելով ասեմ, կարծում եմ, որ գրադարանները դեռ վերածնունդ կապրեն ու շատ այցելուներ կունենան։ Միայն անհրաժեշտ է դրանք դարձնել հաճելի, օգտակար եւ բովանդակալից ժամանակակից հանգստի վայր։ Եվ այս դեպքում կարծում եմ կվերածնվի հին Ստեփանակերտյան գեղեցիկ ավանդույթը այցելել գրադարաններ եւ ընթերցասրահներում գիրք կարդալ։ Դե ինչ բարեկամներ, այսօրվա ծրագրի համար այսքանն ենք նախապատրաստել։ Շնորհակալություն մեզ հետևելու համար։ Նաև հիշեցնեմ, որ կարող եք մեզ հետ կիսվել ձեզ ուզող խնդիրների շուրջ։ Սիրենք մեր քաղաքը եւ չմոռանանք, որ այն մշտապես ունի մեր հոգատարության կարիքը։ Հանդիպում ենք մեկ շաբաթ անց։